Մեկը դժգոհ ինչպես միշտ, դուք գիտեք, որ իրականում, երբ որ ինքնաթիռ եք բարձրանում ու բոլորը ձեզ ժպտում են, դա նշանակում է, որ ոչ թե ուրախ են, որ եկել եք, այլ իրենք հերթով բարևում են ու տեսնում ձեր արձագանքը, ու որ եթե դուք լինեք տարօրինակ, խմած կամ ինչ-որ վատ գործողության եք պատրաստվում, իրանք հասկանան, որ ինչ-որ մի ուղևոր կասկածելի է։ Ես չգիտեի, այսօր եմ տեսել դրա մասին ու լսել։ Մենք Տոմսերը ռեգիստրացիա ենք արդեն արել ու հիմա բարձրանում ենք վերև, ունենք նաև Golden Card, որով բարձրանում ենք VIP զոնայում սպասում, ուզում էինք մնացած օդանավականների համար էլ հանել, բայց չկարողացանք, որովհետև ուշ էինք դիմել։ Ոյ, ծանր եք չի բարձրացնում։ Ոյ, քորտս։ Երեխեք ստեղ 100 դրամները չի լինում քաշել, դրա համար սպասում ենք պարկինգ։ Այն զոնան է, որտեղ որ սպասելու ենք, ստեղ լիքը ուտելիք, խմիչք։ Այս հենց տարբեր տեսակի քաքսեր են, լիմոն, թեյի, սուրճի տեսականի, սպանախով կարկանդա, պանրով եգիպտացորենով։ Ես արդեն տաքացնում եմ իմ ուտելիքը տոստի մեջ, որ հալվի։ Այսքանը պետք է ուտենք, համով է։ Ստեղից գնում ենք Շարժա, Շարժայից Դոհա, Դոհայից նոր Բալ։ Մենք արդեն նստել ենք ու գտնվում եմ դռան մոտ, բայց ուշացրեցին, որ դռներին ձեռք չտանք, որտեղ այս ճանապարհն է, որը քրտության ուղին է։ Գիտեմ աս։ Ես եմ իրանց փրկելու, ոչ լողալ գիտեմ, ոչ ջազները խոսալ գիտեմ։ Երեխեք, եթե կհիշեք, իմ թեմուի պատվերների մեջ սրանք էին մտնում, ինչով է հարմար, YouTube-ի վիդեոյում էլ ասացի, որ երբ որ դնում եք, սենց գլուխը կարաք ստեղ դնեք կամ հակառակը, որ ձեզ հարմար է։ Ինչ կարծիք ես կա, որ բաց են։ Հասել ենք Շարժա ու հիմա ստեղ դուրս ենք եկել, սպասում ենք մեր հաջորդ թռիչքին, գնում ենք Դոհա, Դոհայից է գնում ենք Բալի։ Այստեղ շատ երկար ենք սպասելու, հիմա արդեն ժամը 9-ին իջել ենք, ժամը 10-ին հազիվ դուրս ենք եկել, ժամը 5-ին թռիչքն է, մի ժամանոց թռիչք արնելու, դրանից հետո արդեն 9 ժամ թռիչք։ Ինչ աթո, ասած կլինի։ Ակամ բանալեցինք, չենջ արեցինք։ Բողոքում են, որ եկան ոչ ճարպարը։ Դրանից առաջին բողոքում են ճարպարը։ Դեր պատկացրեք, միջը 3 ժամ լղվենք իրաց զեմքը, որ ծրած լարել պարին։ Ես թվում է իրոնց համար մեկ կլինի։ Ուրեմն ես ուզել եմ ֆանտա, այս ինչ է, այս ումն է, բա այս իմն է, բակոնը ինչ էր։ Մահավի թենդերսներ են չիրեն կայրենց է, բանը։ Թևիկներ երևի։ Լեսիկն է։ Ու ես ուզել եմ մեծ կծու բուրգեր։ Հնորակուն է։ Այս էտին ոնց է մտվելու։ Որը։ Այս այն է, որ միշտ վերցում եմ։ Խոպել է, էսի։ Ոչ։ Հատրոնցը բանան ես բեկալ է։ Ու հավի։ Շատ համուր։ Նենց կուտուրա։ Դետի մենք որ եկել ենք, մելեք
չենք հասկանում, էսի ջուրա թե ֆոն։ Ջուրերս։ Ջուր չի։ Ջուր չի։ Ջուր է։ Նուրջիկս։ Շատ իրար։ Դոհայի օդանավակայանը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկը։ Առանձնանում է իր ճարտարապետությամբ եւ գեղեցիկ ինտերիերով։ Ներսում կան հյուրանոցներ, բացառիկ 25 մետր խորությամբ լողավազան, որը օդանավակայանի համար իհարկե զարմանալի է։ Սպա, ջիմ, քնիսենյակներ, երեխաների համար խաղահրապարակներ, խանութներ, սրճարաններ, այն ամեն ինչը մենք սովորաբար չենք տեսնում մնացած երկրների օդանավակայաններում։ Այստեղ կարելի է ժամեր անցկացնել ու ընդհանրապես չհոգնել ճանապարհից, սպասելու եւ հիանալ ներսում գտնվող բնությունից։ Հույս չկա, երեխեք, գնանք հետո կբերենք բոլոր աղջիկները, մենք էլ մտանք հերթով բոլոր պետքարանները ու ահավոր կեղտոտ էր ստեղ, ահավոր, այնքան կեղտոտ էր, որ մի 4 անգամ մորցկալով դուրս եմ եկել, մինչև մի հատ մաքուրը գտնեի։ Ժամը 1:30 ու դեռ մեջ հյուրանոցն ենք հանգալիս։ 1:21 From Qatar, Indonesia is like 16 hours. 6. Yeah, I appreciate come to Bali is long trip for you. Շատ սիրուն համար ենք պահել, այսօր տեսնենք արդյոք համապատասխանում էր մեր սպասելիքներին, թե ոչ։ Welcome to your villa. You can house it first. Oh, okay. Please. Very good. Շատ սիրուն է, մի հատ նոյեք։ Մեր առանձին լողավազանը։ Mister, Ibu does mean like mother in our Okay, that's why you are right, Ibu. Sure. Yeah, I want to understand what is the Իմ աչքը արդեն իր վրա է։ Yeah, here is a little bit hard. Oh, sure. Ձայները լսում եք։ Wow. Եկեք համարներով շրջենք։ Ու երեխեք ամեն ինչ այնքան նոր ու սիրուն է։ Վաու։ Ջուր, սուրճ, թեյ։ Օ, շատ իդեալական է։ Օ, մի անգամից երևի։ Օ, մտնենք մի անգամից։ Это я. Թռնելու օրը դեմքս ու հիմա գնալով վատացել է։ Եթե ուզում եք տեսնեք նկարների Բալին, բնություն, ճոխություն, այն ամեն ինչը որ դուք պատկերացնում ու տեսել եք համացանցում, ուրեմն պարտադիր գնում եք Ուբուդ։ Հյուրանոցը շատ մաքուր էր, գտնվում էր կենտրոնին մոտ։ Մենք շատ գոհ ենք մնացել իրենց սպասարկումից։ 2 գիշերվա համար այստեղ վճարեցինք ընդամենը $230։ Որպես տրանսպորտ Բալիում օգտվել ենք Gojek ծրագրից։ Ուղղակի ներբեռնում եք, կցում եք ձեր քարտը կամ ուղղակի վճարում տեղում կանխիկ։ Երթևեկությունը սկսում էր 300 դրամից, կախված օրվա ժամից ու տարիֆից։ Ներսում անձրևը, ստիպված ենք ներսում մի քիչ սպասենք ու նոր շարունակենք, որտեղ Սարգսը իրական փոխս, բայց եթե չվելուկ կքայլի։ Հեննենք։ Շարժի։ Գնացեք։ Դե ստվում է մեկան։ Սա Բալիի ամենահայտնի տաճարներից մեկն է։ Հոգևոր եւ ֆիզիկական մաքրություն ստանալու համար այցելուն պետք է անցնել 12 աղբյուրներով։ Մուտքի արժեքը $3-ից $4, իսկ հագուստը տրամադրում էին նրանք։ Andiamo!
էր։ Ռաս կարող եմ երկու կռիվ։ Խոհի մեջ ոնց է ջուրը։ Ինչն է սիստը։ Երեխայի կռիվ ջուր եղանք։ Ուժես։ Էսի պետքա լողանալու տեղ ջունը, լողանանք նոր գնանք։ Եկել եմ սենց թրջվեցի մնստած եմ ու ստորիները փորձում անեմ ունենց ստորիներ, որ տարբերվեն YouTube-ի վիդեոից ինչ չեք տենաց տեղ, կտենաք ստեղ, ինչ չեք տենաց տեղ, կտենաք ընդեղ Առավոտյան ժամը 6-ին մենք այցելեցինք համացանցի ամենատարածված ժամանցի վայրերից մեկը։ Բաց է ամեն օր առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 21:00։ Հիմա կհարցնեք ինչի հենց առավոտյան ժամը 6-ին։ Քանի որ նախորդ օրը մենք մոտեցել էինք 18:00 ու արդեն մեծ հերթեր էր կուտակված։ Այնպես որ եթե ցանկանում եք այցելել այս վայրը եւ վայելել ձեր հանգիստը, բնությունը, տաք լողավազանը, ուրեմն առավոտյան շատ շուտ միալարեք, վերկացեք ու գնացեք դա վայրը։ Տարածքը ամբողջությամբ շրջապատված էր բրնձի դաշտերով, կար 3 լողավազան, 3-ն էլ տարբեր արժեքներով։ Դուք ինքներդ կարող եք ընտրել, թե որ լողավազանից եք ցանկանում օգտվել եւ վճարել դրա համար։ Մեկ անձի համար վճարել ենք 5000 դրամ, պլյուս 5000 դրամ, որպեսզի կարողանայինք տարածքում օգտագործել դրոն։ Գումարի մեջ նաև ներառված էր 1 տեսակի խմիչք։ Կարող եք պատվիրել ցանկացած տեսակի ուտեստ, մենք նախաճաշեցինք, նկարվեցինք եւ լքեցինք վայրը մի քանի ժամ անց։ Սիրուն տեղ ենք եկել նկարվելու։ Ուղղակի կեսը վերանորոգման մեջ է։ Այ այսպես շքեղ տեսարան, ներսում ձուկիկներ կան։ Լողացող Դեռ այսքանը Այդ է Իմիջայլոց այստեղի նկարներն ու վիդեոները շատ էիք հավանել, որի համար ես շատ շնորհակալ եմ, ասում էիք, որ ոնց որ հեքիաթից լինեմ ու իրականում այո, այնքան սիրուն էր սարքած ամեն ինչ, որ ուղղակի հրաշքեր ուզում էիր ամեն մի հատվածում նկարվել։ Իսկ հիմա ուբուդից շարժվում ենք դեպի Լովինը։ Այնքան երկրճոնում Իրականում Լովինա գալը կարծում եմ, որ անիմաստ էր, որովհետև այստեղ կարելի ասել ոչինչ չունեինք անելու։ Այս մեր երկրորդ վիլան է, այսօր շողերը նստած ենք, նոր հաջորդ օրվա գծագիրն ենք կազմում, ասենց սիրուն համարներով, այստեղ ես գտա մողես, բայց էսի շատ մեծ է։ Իսկ այս ջրվեժների մասին ոչինչ չեմ ուզում ասեմ, ուղղակի մտեք Instagram ու նայեք այդ ռիլերը ու սթորիները։ Մի հատ ֆանտաստիկ հյուրանոց ենք եկել, գժական տեսարանով, ամեն ինչ ընտիր մտածված է, ոյ չգիտեմ ոնց բացատրեմ ինչքան սիրուն է ամեն ինչ, ներքևի հատվածում էլ ռազնա մեզ դրոնով նկարում է, այսինքն սիրուն Սա իմ դրոնն է թռնում Օհո, սա երեկոյան ժամին Բարի լույս ելիքներ, այսօր ժամը 10:20 է, մենք ուզում ենք գնանք ջրվեժներից ևս մեկը տեսնելու, բայց տաքսի չի վերցնել Maybe later on. Ջրվեժների ուժեղ ջրի պատճառով ես չեմ կարողացել նկարել ներսում, որտեղ ամբողջ էկրանը փակվում էր, բայց դուք պարտադիր այդ ամեն ինչը կարող եք տեսնել ռիլսի տեսքով նկարահանված իմ Instagram-յան էջում։ Ու հա մարդիկ կանոնավոր հերթ էին կանգնում, որպեսզի կարողանային նկարվել։ Մենք նախապես որոշել էինք շրջել ամբողջ Բալի կղզով ու հետ չի մնում այցելելը նաև Բալիի հարևանությամբ գտնվող
փոքր կղզին։ Իսկ կղզի կարող էինք միայն հասնել նավով։ Հյուրանոցը պահել էինք 1 օրով, քանի որ կղզի շատ փոքր էր եւ շատ շուտ։ Գնանք նոր հյուրանոց երեխեք, մեր անձնական բաներն էինք քննարկում։ Հյուրանոցը իրականում ինձ մյուսինքի բան է, բայց ամեն ինչ կա, ամեն ինչ, ինչը պետք է։ Okay, այս մեր նոր հյուրանոցն է, այս անգամ հյուրանոց ենք վերցրել։ Սենց սիրուն տնակներ են, դեռ այդքանը, գնում ենք հիմա հաց ուտելու։ Երեխեք եկել ենք կակտուս բար, ստեղ հաց ուտելու, մեր հյուրանոցում մեզ խորտ տվեցին այստեղ գալ, տեսարանը շոտ սիրուն է, չգիտեմ ինչքանով է մատուցվում, բայց ամեն ինչ այնքան խիտ ու սիրուն է, տենց որոշեցինք ստեղ մեծ սեղանին նստել, որ հանգիստ հաց ուտենք։ Երեխեք, ահա որ վախենալու է։ Այս մեր հյուրանոցի տարածքն է։ Եկել ենք Black Beach, ավազը փայլում է, վաու, Այսպիսով YouTube-ի համար նկարված կադրերը այսքանն են, սա մեր վերջին վիլան եմ ձեզ ցույց տալիս, որը շատ լավն էր, եւ այսպես, որպես եզրակացություն, էկզոտիկ բնություն տեսնելու համար գնում եք Ուբուդ, եթե ուզում եք ծովային հանգիստ, գնում եք Ուլուվատու, մնացած հատվածներում կարող եք իզուր չմնալ, որովհետև շատ նայելու բաներ չկան, իսկ այստեղ կյանքը ուղղակի եռում էր ու շատ ակտիվ էր, սա հենց այն Բալին է, որը որ դուք տեսնում եք համացանցում։ Հյուրանոցները ամրագրել էինք Booking կայքի միջոցով, պարտադիր նայեք ձեր ընտրած հյուրանոցի մեկնաբանությունները։ Խաճաշ, ընթրիք ճաշը պարտադիր չէ, քանի որ դրսում կաֆեները, ռեստորանները բավականին մաչելի են։ Եվ նախապես պլանավորեք, թե ինչ տեղեր եք ուզում այցելել, որպեսզի ճիշտ կարողանաք կառավարել ձեր ժամերը։ Հուսամ ձեզ հետաքրքիր էր։ Bye!